Ժողովրդավարության բաստիոն Հայաստանը վերածվում է ժուչոկապետության, կարծում է խորհրդարանի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանելյանը։ Մենք սա համարում ենք ժուչոկապետություն կոնկրետ իշխանությունների կողմից ուղղորդված եւ կրկնում եմ եւ դրա մասին փաստում են նաեւ վիճակագրական տվյալները։ Որ գաղտնալսման թույլտվությունների թիվն աճում է, փաստում է նաև Civilnet-ի լրագրողական հետաքննությունը։ Այս տարվա միայն առաջին կիսամյակում գաղտնալսումներ անելու 600 միջնորդություն է ներկայացվել դատարաններ։ Ճնշող մեծամասնությունը վերաբերել է հեռախոսային գաղտնալսումներին, դրանց 60%-ը դատարանները բավարարել են։ Մյուս գործով ինչ-որ նորություն կա։ Իրավապաշտպանները կարծում են, որ գաղտնալսումների քանակի աճը պայմանավորված է ոչ թե հանցավորության դեմ արդյունավետ պայքարելու ցանկությամբ, այլ իշխանության ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց վերահսկելու նպատակով, գրում է լրատվամիջոցը, հավելելով, որ իրական պատկերն ավելի մտահոգիչ է։ Հաճախ գաղտնալսումներ իրականացվում են նաև առանց դատարանի որոշման կամ օրինական հիմքերի։ Նպատակը մեկն է՝ պայքար մեկ բանի համար, իրենց իշխանությունը պահելու համար եւ քաղաքական օպոնենտների վրա քրեական գործեր կարելու համար։ Դանելյանը սկանդալային տեղեկություններ է հայտնում նաև, օդում կախված լուրեր կան, որ Փաշինյան անգամ պետական ապարատին չի վստահում։ Մեծ քանակությամբ գաղտնալսող սարքեր են տեղադրվում պաշտոնյաներին նույնիսկ աշխատանքային գործիքներում, որպեսզի հետևեն նրանց շարժին։ Ըստ օդում կախված լուրերի նաև բավականին մեծ քանակությամբ այսպես կոչված գաղտնալսող սարքեր են բերել, որ կարող են գրիչի մեջ տեղադրել, չգիտեմ, մատիտի մեջ տեղադրել, ինչ որ տեղեր պետական հաստատություններում, պետական աշխատողներին էլի տեսական ձայնալսումներ անել։ Գառնիկ Դանելյանի տեղեկացմամբ Հայաստանում քաղբանտարկյալների թեմայով վաղը նախատեսված լսումներին փաստեր են ներկայացնելու։ Ու եթե գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով որոշել է չմասնակցել լսումներին, դա ամենևին նրան եւ իրավապահ մյուս կառույցների պատասխանատուներին ապագայում չի ազատելու նրանց թույլ տված ապօրինությունների պատասխանատվությունից։ Իրենք որ պետք է լինում տարբեր լսումների ներկա են ելնում, որոնք որ ԿՊՆ հրավիրում։ Քաղբանտարկյալների հարցով վաղվա խորհրդարանական լսումներին ընդդիմադիր ուժերը հրավիրել են նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան, Նորա Շարբաթյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։